Սիրված երգիչ Խոչոն Խաչիկ Դունամալյանը, ում հիթերը գրավել են միլիոնավոր սրտեր, այսօր կիսվել է իր կյանքի ամենաթանկ նորությամբ։ Արտիստը հայրիկ է դարձել իր ինստագրամյան էջում հրապարակված հուզիչ լուսանկարը, որտեղ նորածինը նրա ձեռքերում է միանգամից տակնու վրա է արել համացանցը։ Բայց ով է այն կինը, ով Խոչոյին պարգևել է այս երջանկությունը եւ ինչ գիտենք նրանց մասին։ Խոչոյի եւ նրա ընտրյալը Մարիայի պատմությունը նման է գեղեցիկ ֆիլմի սցենարի։ Ի տարբերություն շատ հայտնի մարդկանց, ովքեր իրենց կեսին գտնում են փառքի գագաթնակետին, նրանք ճանաչում են միմյանց դեռ մանկությունից։ Մարիան ճանաչել է Խոչոյին դեռ այն ժամանակ, երբ նա Վանաձորի թիվ 10 դպրոցի սովորական աշակերտ էր եւ նոր էր սկսում իր առաջին քայլերը երաժշտության մեջ։ Հետաքրքիր փաստ է նաեւ զույգի տարիքային տարբերությունը, որը շատերը չգիտեն։ Մարիան ծնվել է 1999 թվականին, իսկ Խոչոն 2001-ին։ Լինելով ամուսնուց 2 տարով մեծ, նա դարձել է արտիստի ամենահուսալի թիկունքը եւ իմաստուն խորհրդատուն։ Մարիան բնավ հանրային մարդ չէ, նա իր ուղին ընտրել է բժշկության ոլորտում, սովորում է բժշկական համալսարանում, սակայն ընտանիքի կազմավորման եւ բալիկի լույսաշխարհ գալու հետ կապված նա որոշել է ժամանակավորապես դադարեցնել կրթությունը։ 2024 թվականի օգոստոսին իրենց ամուսնության տարեդարձը նշած զույգը այսօր արդեն վայելում է լիարժեք ընտանեկան երջանկություն։ Խոչոն միշտ էլ բացահայտ խոսել է այն մասին, որ իր երաժշտության աղբյուրը հենց իր զգացմունքներն են։ Բաստային տված իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով իր անձնական ապրումների, նա անկեղծացել էր։ Երազում եմ ընտանիք կազմել, ունենալ երեխաներ։ Երջանիկ եմ, որ գիտեմ, թե ինչ է սիրել է։ Չեմ կարծում, որ այն մարդը, ով չի սիրում, կարող է նման երգեր գրել։ Այսօր արտիստի երազանքը իրականություն է դարձել, նա ունի եւ ընտանիք, եւ սեր, եւ արդեն առաջնեկին։ Թերևս հենց սա է նրա հաջողության գաղտնիքը՝ լինել անկեղծ թե բեմում, թե կյանքում։ Մենք շնորհավորում ենք Խոչոյին եւ Մարիային փոքրիկին մաղթելով անհոգ մանկություն։ Դե ինչ մնացեք մեզ հետ, Թամարա Քանանթարյան, Օրագիր Նյուզ։